Նրան տապանում հյուրընկալել եմ Միտք վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանին։ Տիկին Դալաքյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մեր զրույցը վերջին միջազգային ամենաթարմ լուրից սկսենք։ ԱՄՆ-ի եւ Չինաստանի նախագահների 1 ժամ 40 րոպե տևած հանդիպումից հետո Թրամփը հայտարարել է, որ Սի Ցինփինի հետ պայմանավորվել են թուլացնել առևտրային լարվածությունը եւ միասին աշխատել Ուկրաինայի հարցում։ Շատ կարևոր կետերի շուրջ համաձայնության եկանք առևտուր, մաքսատուրքեր, հազվագյուտ մետաղներ։ Լրագրողներին պատմել է Թրամփը, ինչ վերլուծություն ունեք այս իրադարձության կամ այս պայմանավորվածությունների ազդեցության իմաստով ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև Ուկրաինայի ռուս-ուկրաինական խնդրի վրա։ Դե բոլոր տաղավարներում ձեզ հետ էլ մենք խոսել ենք, որ կարևորը Չինաստանի հետ աշխատելն է, ոչ թե Ռուսաստանի, որովհետև իմ վստահությամբ Ռուսաստանի գլխավոր լծակները Ռուսաստանի նկատմամբ գտնվում են Չինաստանի ձեռքում, դա եւ ֆինանսական օգնությունն է, նավթը գնելու տեսքով եւ ուրեմն ռազմական կոմպոնենտների տրամադրումն է զենքերի արտադրման համար, այսինքն ակնհայտ է, որ Չինաստանից Ռուսաստանի կախվածությունը շատ մեծ է, ել չասենք իրենց տնտեսության ոլորտում Չինաստանը ինչ ահռելի դեր ստացավ եվրոպական եւ ամերիկյան ընկերությունների դուրս գալուց հետո։ Եվ եթե նորյալ տա, ապա նորյալ տա իհարկե Չինաստանի հետ, աշխարհի երկրորդ տնտեսության, ոչ թե Ռուսաստանի։ Թրամփը սկզբում սխալ քաղաքականություն էր վարում, մաքսիմալ ճնշումների փորձեց ենթարկել, բայց Չինաստանը հզոր տնտեսություն ունի, դա երկուսին էլ ձեռնտու չէր։ Մենք տեսանք ըստ էության նա մաքսատուրքերը իջեցրել է, 15%-ի է հասցրել, մինչև այդ 100%-ի մասին էր խոսում։ Եվ հետաքրքիր է նախադասությունը, մենք խոսել ենք նաև Ուկրաինայի մասին։ Դեռ տեղեկություններ չկան, ընդհանուր խոսքեր են, ամերիկյան առաջատար լրատվականները շուտով վերլուծականներ կհրապարակեն, ավելի ներսից ինֆորմացիա եւ կհասկանանք ինչի մասն է խոսքը, բայց այն որ հեշտ չի լինելու Չինաստանին համոզել ճնշել Ռուսաստանին, դրա համար պիտի Չինաստան ունենա օգուտներ, իսկ ինչ կարող է ԱՄՆ-ն առաջարկել եւ ինչ է Չինաստանը ուզել, դա էլ արդեն առաջիկայում պարզ կլինի։ Այսինքն Ուկրաինայի հարցում Թրամփը ակնկալելու է, որպեսզի Չինաստանի նախագահը ազդի Ռուսաստանին գալու կառուցողական դաշտ բանակցություններ։ Այո, որովհետև մենք տեսնում ենք, որ երբ Թրամփը ճնշում է Պուտինին, նա հայտնվում է Պեկինում, շքերթների է մասնակցում եւ խոսում է ռուս-չինական խորը ռազմական հարաբերությունների մասին։ Եվ հիմա ես կարծում եմ Ռուսաստանում այսպես վախվորած մտածում են, թե մեր հաշվին Չինաստանը ինչ կարող է խոսել ԱՄՆ-ի հետ։ Գրկում եմ, դա մեկ այլ լուրջ հարց է, թե Թայվանից պիտի խոսեն տնտեսական պրեֆերենցիաներից, հնդկա-չինական այդ տարածաշրջանում Խաղաղօվկիանոսյան արևելյան ինչի մասին կարող են խոսել։ Հատկանշական է Թրամփի այցը Ճապոնիա եւ Հարավային Կորեա, որտեղ նա ըստ էության պացիֆիստական սահմանության փոփոխության մասին խոսեց նոր վարչապետի հետ, իսկ ճապոնական բանակի վերստեղծումը մեծ հարված է Չինաստանի համար։ Մենք գիտենք, որ Չինաստանը մշտապես պատմությունից ելնելով սարսափել է, որ Ճապոնիան նորից ունենա բանակ, հատկապես հաշվի առնելով իրենց հզոր տեխնոլոգիաները։ Այսինքն Թրամփը Չինաստանին էլ է այսպես հասկացնում, որ եթե դու այս տարածաշրջանում հանգիստ ես ուզում իրավիճակը որ լինի, պետք է օգնես ինձ ռուս-ուկրաինական ռազմաճակատում, բայց սա շատ երկարատև գործընթաց է լինելու, որովհետև Չինաստանի պահանջները չեմ կարծում ինչ որ թեթև մինիմալ պահանջներ լինեն։ Մի բան ակնհայտ է, աշխարհը փոխվում է, այո, պետք է նոր անվտանգային համակարգ ստեղծել եւ կրկնեմ, այդ համակարգը չպիտի ստեղծվի Ռուսաստանի հետ, այլ պիտի ստեղծվի այն երկրի հետ, որը կարող է զսպել Ռուսաստանին։ Հետաքրքիր է լիդերների իմաստով Պուտինն է ավելի զիջող կամ Պուտինից ակնկալել կառուցողականություն, թե Չինաստանի նախագահից, ինչ է կարծում։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, ես երեք դրան անդրադարձա։ Տեսեք, Պուտինը ինքը անկանխատեսելի չի, բայց նաև իռացիոնալ քայլեր կարող է անել։ Ես չեմ կարծում, որ Ուկրաինա ներխուժումը ռացիոնալ էր իր տեսանկյունից։ Իմանալ, եթե հաշվի առնենք, որ նա կարծում էր, որ 3 օրում է ավարտելու։ Հիմա իհարկե հեքիաթ են պատմում, որ իրենք այդպես էլ պլանավորել էին, բայց պարզ է, չէ, որ նայում ենք Պուտինի նպատակները եւ ինչին է նա հասել, լրիվ իրար հակասում են։ Հետո Պուտինը ինչ է անում, նա վախեցնում է ուղղակի։ Ես ատոմային Պոսեյդոն, այսօր Պոսեյդոն եմ ուրեմն բաց թողել, այդ ուրեմն ջրային այդ ռումբերի մասին է նա խոսում, որը որևէ մեկը չի տեսել ի դեպ։
Այսինքն նույն Բուրիվեստիկի պատմությունն է, թռիչքը եղել է, Նորվեգիան հաստատեց, որտեղ է եղել, որտեղ է վայրեջք կատարել է հաջող վայրեջք, թե ոչ, չկա ինֆորմացիա։ Նույնը այս Պոսեյդոնի մասին, եւ նա ամեն օր գալիս է խոսում է ինչ-որ Վունդերվաֆեի մասին, որը կախարդական հատուկ զենք ունի, աշխարհում անալոգը չկա, հեքիաթներ, հետո իմանում ենք, որ այսպիսի բան չկա, օրեշնիկի նման։ Այսինքն նա ուղղակի աշխարհին ասում է, չեմ հաղթի, ես ձեզ բոլորիդ կոչոնչացնեմ։ Ինչպես նա ասեց, ում է պետք աշխարհը առանց Ռուսաստանի, եւ այդպես ժպիտով խոսում է այդ մասին, ես չեմ հասկանում, բոլորը կգնան դժոխք, մենք դրախտ։ Ես Չինաստանից արտահայտություններ չեմ լսել։ Չինաստանը ավելի ռացիոնալ է, նա պատրաստ է համագործակցության Եվ նա տնտեսական գերիշխանության է ձգտում։ Եթե նկատում եք ինչքան էլ զենքեր արտադրեն շքերթներ անը, չինական բանակը փորձ չունի պատերազմելու երկրորդ համաշխարհայից հետո այդտեղ էլ այնպես չի որ կարող էր հաղթել, եթե արևմտյան երկրների օգնությունը չլիներ, այսինքն 2 միլիոնանոց բանակ ունենալը դա դեռ հաջողության գաղտնիք չի։ Չինաստանը ռազմական էսկալացիաների չի մասնակցում։ Նա օգտագործում է Իրանին, Ռուսաստանին, Համասին, ինքը տնտեսապես է ներխուժումը, եւ մենք այսօր դա տեսնում ենք բոլոր տարածաշրջաններում։ Այս առումով խաղաղությունը պարզը ավելի կարևոր է, քան տնտեսական շահերը եւ Ամերիկան պիտի խոսի Չինաստանի հետ խաղաղության մասին եւ դիլ է, չէ՞, սիրում, ասում է Տրամպը ինչ է ասում, ասում է եկեք գործար քանենք, տնտեսություն զարգացնենք, իրենք չեն հասկանում Պուտինը ինչ է ուզում, ինչու է իր տնտեսությունը տանում կոլապսի, Տրամպը անդադ խոսում է ինչ է օրը 5000 իր ասելով զինվոր կորցնում եւ այդ առումով Չինաստանը իհարկե ավելի ռացիոնալ երկիր է։ Հիմա գանք մեր խնդիրներին, Տիկին Դալաքյան, ինչով կբացատրեք Ալիևյան ռեժիմի վերջին որոշումը վերացնել արգելքը իր երկրի տարածքով Հայաստան-Բեռների համար։ Մենք տեսանք, որ ի պատասխան Փաշինյանն էլ հայտարարեց, որ հենց այսօրվանից պատրաստ ենք Թուրքիայից Ադրբեջան եւ Ադրբեջանից Թուրքիա հակառակողությամբ մենք էլ ապահովենք Բեռների տարանցում։ Դա կախված է միջին միջանցքի կապված հետ եւ դա միջազգային կոմպոնենտ ունի ամերիկյան, եվրոպական, դա կարեւոր է միջին միջանցքը Ռուսաստանի շրջանցելու համար, Միջին Ասիայից եկող բեռների, նաեւ կարծում եմ Չինաստանից եկող բեռների համար։ Այսինքն սա Միջին Ասիան Ռուսաստանի ազդեցության տակից եւ Հարավային Կովկասը դուրս մղելու համար էր, դրա համար Ալիևը գնաց այդ քայլի, որտեղ մենք գիտենք Ալիևը որքան էլ Պուտինի հետ լավ լինի կամ վատ, նա միշտ դիվերսիֆիկացնում է իր քաղաքականությունը։ Հետո անհասկանալի կլինի, եթե Տրամպը ամեն օր ասում է, որ խաղաղությունը տարածաշրջանում ցորենը ինչպես արգելեին, որ մուտք գործի Հայաստան։ Բայց սա ապաշրջափակման մասին իհարկե չի խոսում, որտեղ բեռները Ադրբեջանից Հայաստան ուղիղ չեն եկել, բացի այդ ես շատ կասկածում եմ մեծ, որ Թուրքիան բացելու է մեզ այդ սահմանը, ինչքան էլ դրա մասին անընդհատ խոսվում է, մինչև Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Իսկ արդյոք Ադրբեջանը կստորագրի դա պարզ կլինի հաջորդ տարի նաև Տրամպի ճնշումներից ելնելով։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի առաջարկը այսպես ուղղված է Թուրքիային, որ դուք էլ բացեք սահմանը, բայց Էրդողանը այդպիսի լիդեր չի, որ առանց ինչ-որ մի բան ստանալու գնա այդ քայլին, որը առաջինը իհարկե պետք է Հայաստանին, իրենք դրանից իհարկե օգուտներ ունենում են, բայց կարող են մի 5 տարուց այդ օգուտ ունենալ, իսկ Հայաստանին մեծ մասամբ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել այս ճանապարհները Ռուսաստանից եկող։ Ներքաղաքական բաղադրիչել են տեսնում, ասում են Ալիևը ամեն ինչ անում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, վերընտրվի, այսինքն այսպիսով օգնում է, որ Նիկոլ Փաշինյանին ընտրեն եւ 2026 թվականից հետո ստանա այն ամենը, ինչը որ ակնկալում է։ Եթե ցանկանար օգներ, կարծում եմ խաղաղության պայմանագիրը գոնե կստորագրեր կամ էլի սահմանազատման կգնար։ Սա Նիկոլ Փաշինյանով պայմանավորված չի։ Պետք է խոսենք, որ Ղազախստանն էլ էստեղ մեծ դեր ունի։ Ղազախստանը շատ է ցանկանում Ռուսաստանի ազդեցությունը քչացնել, հատկապես հյուսիսում։ Եվ եթե ղազախական եւ հայկական կողմերը եկել էին համաձայնության, Ալիևը Տոկաևին հաստատ չէր մերժի, լավ Փաշինյանին դնենք մի կողմ։ Գործարքը եղել է Հայաստանի եւ Ղազախստանի միջև։ Սա կարևոր է, իսկ Ղազախստանի ղեկավարությունը մենք տեսնում ենք, որ Թուրքիայի եվրոպական երկրների հետ փորձում է ավելի խորը հարաբերություններ հաստատել, ինչը Ռուսաստանում շատ բացասական են ընդունում, ուղղակի այնտեղ Չինաստանի եւ Թուրքիայի գործոնը հաշվի առնելով Ղազախստանին այդպես չեն կարող ճնշել, որքան Հայաստանին։ Այսինքն Ալիևը մերժելով Հայաստանին, մերժում էր նաեւ Ղազախստանին։ Սա շատ կարևոր է, իսկ իրենք այդ թուրքական պետություններում գործընկեր երկրներ են։ Չեմ կարծում, դա պոպուլիստական արտահայտություն է։ Հակառակը կարելի ասել, իսկ ինչու պիտի մեր ցորենը օրինակ գա Ադրբեջանով, դա անվտանգ է։
Բացի այդ սա ապաշրջափակման մասին չի խոսում։ Կամ այս ուժերն էլ են, չէ՞, ասում, որ պիտի ճանապարհները ապաշրջափակվեն, իրենք չեն ասում, չպիտի։ Իրենք ասում են ուղղակի սա կապիտուլյացիա է, մենք որ գանք ավելի լավ պայման կբերենք։ Խոսքը չի վերաբերում նրան, որ պիտի Ադրբեջանը չբացել սահմանը։ Խոսքը վերաբերում նրան, որ իրենք ասում են դրանից հետո Փաշինյանը միջանցք է տալու, բայց ես սուրճի բաժակ չեմ կարող նայել, չգիտեմ, իրենք ինչ տեղեկություններ ունեն։ Համենայն դեպս անդադ մենք լսում ենք, որ միջանցք է տալիս, դեռ այդպիսի փաստ չկա, երբ որ լինի, ես կարող եմ դրա մասին Իսկ այդ հացահատիկի բեռների անվտանգ լինելը, որ ասում եք, ընդդիմությունն է դա բարձրացնում, այսինքն ինչ է նշանակում, ինչ կարող են անել այդ բեռների հետ։ Գիտեք, ես այսպես փորձում եմ պատկերացնել, իհարկե ոլորտի մասնագետ չեմ, բայց Ադրբեջանի տարածքով որ անցնում է, իրենք որևէ վերահսկողություն է տեղ ունեն, պարզ է, որ վերահսկում են, թե ինչ է անցնում, այդ ընթացքում ինչ կարող են անել, ես այսպես չեմ ուզում թեորիաների մեջ այստեղ ընկղմվել, բայց օրինակ Ռուսաստանը միշտ շանտաժ է անում, չէ՞, բիոլոգիական զենքերով աշխարհին, թունավորումներով, չգիտեմ ինչ որ կարիճների մասին է խոսում, իբրև թե մոծակների, որ լաբորատորիաներ կան, բայց ուրեմն իրենք ունեն այդպիսի հնարավորություններ։ Այսինքն դա այդ ամենավատագույն սցենարն եմ ես մտածում, բացի այդ որ Հայաստան է գալիս, Հայաստանը կարող է դրա որակը ստուգել։ Այստեղ էլ կարծում եմ ունենք հնարավորություն, բայց այստեղ ոչ միայն անվտանգության մասն է, այլև որ այդ ճանապարհը Ալիևը երբուզի չփակի, այսինքն մեր այլընտրանքը ռուսական ցորենից չպիտի լինի Ալիևի ճանապարհը։ Դա էլ թող լինի, ինչքան շատ լինի, այնքան լավ, բայց դե Ալիևը մեր դաշնակիցը չի եւ ասենք Ուկրաինայից էլ կարելի է բերել Վրաստանով։ Մեր աշխարհական դիրքը այնպեսին է, մենք չենք կարող օդով բերել, իհարկե դա էլ կարող ենք, բայց դե բոլոր տեղերից պիտի օգտվել, բայց Ռուսաստանի այլընտրանքը միայն Ադրբեջանի ճանապարհը չպիտի լինի։ Նախորդ շաբաթ տեղի ունեցավ երկու երկրների քաղաքասարակության ներկայացուցիչների հանդիպում, իհարկե բուռն քննարկումներ, էմոցիոնալ դաշտում ծավալվեցին մեր ներսում, ասում էին ինչ էկոակտիվիստ, ինչ բնապահպան, դրանք կեղծ են, հերիք չի կեղծ էին, մեր շրջափակման ենթարկեցին արցախահայերին, հիմա էլ հայտնվել են Երևանում, ինչ կարող եք ասել, իսկապես հասարակությունները գիտակցում են, որ պետք է գնալ շփումների, որ ամեն դեպքում պատերազմել անվերջ հնարավոր չէ։ Ես այդ շփումների կողմնակիցն եմ երկու ձեռքով, ինքս մասնակցել եմ Բրյուսելում այդպիսի շփումների ադրբեջանցի, շատերի հետ ովքեր եկել էին Հայաստան, բայց այնտեղ կային դեմքեր, կոնկրետ մեկ հոգու ես նկատեցի եւ դրա մասին խոսել եմ, որ էկոակտիվիստ Տեսեք, փորձագետի տարբերությունը սովորական քաղաքացուց ինչու՞մ է, նա պիտի լինի օբյեկտիվ, հակառակ դեպքում դա պրոպագանդիստ է։ Այսինքն, եթե մենք ասում ենք ադրբեջանցի փորձագետ է եկել, ուրեմն նա պրոպագանդիստ է, փորձագետ չէ, եւ կարդում ես այդ կինը ինչ է ասել շրջափակման օրերին, որ այստեղ էկո հանցագործություններ են եւ իդեպ մեր իշխանությունները ասում էին, որ դա սուտ է, իրենք էկոակտիվիստ չեն։ Հիմա երբ մենք քննադատում ենք ասել, որ չէ, լավ կին է, կներեք, այսպես կենցաղային ասեմ, օբյեկտիվ է, դա ցույց է տալիս, որ դուք այն ժամանակ սուտ էիք ասում, որ դա։ Չէ, նաեւ ասում են դա է իրենց քաղաքասարակությունը, մենք պետք է աշխատենք իրենց հետ, այսինքն փոխել չենք կարող իրենց։ Քաղաքասարակությունը 6 հոգի չի։ Այնտեղ շատ ազնիվ մարդիկ կան, ես անկեղծ ասում եմ, շփվել եմ իրենց հետ, կարելի է այդ մի կնոջը, որը շատ լուրջ վատ համբավ ունի, Հայաստան չհրավիրել։ Ինչա իրենք կարող ենք ասել, որ հատուկ էին ուղարկել։ Հայերը թող իմանան ով հատուկ կարող են ուղարկել։ Իսկ մեր քաղաքասարակության այն անդամներին, որոնք քննադատել են ադրբեջանյան կհրավիրեն, փոքր կասկածում եմ։ Այդպես որ նայեք Ռուսաստանի քաղաքասարակությանն էլ հրավիրեք, որ ասում է Հայաստանն էր մեղավորն ու հիմա պետք է շփվենք թե չէ, չի կարելի, սա հետո ասում են մենք տենց որ նայենք բոլորը պատերազմել են հայերն ու ադրբեջանցի, խոսքը ժողովուրդների մասին չի կրկնում, սա փորձագետ է։ Ռուսաստանն ու Ուկրաինան էլ են պատերազմում, եւ խաղաղություն լինի, ես չեմ պատկերացնում, որ Կիևը հրավիրի ուրեմն իրենց մոտ մի փորձագետի, որը նախկինում ասել է, դա հանցագործություն չի, որ մենք սպանում ենք ուկրաինացիներին, դա հատուկ օպերացիա է, չէ՞, պիտի այս առումով ուշադիր լինել։ Էլ չասած ներողություն, որ ես չեմ հավատում, որ Ալիևը մի օր հայցեր կրկին չի ներկայացնի Հայաստանին, նա հետ չի վերցրել էկո հանցագործություններ, ես կինն էլ կգա վկայություն կտա մեր դեմ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։
Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության, փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Shipping, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սադրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Երասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Մինչև կանդրադառնանք ներքաղաքական հայտնի զարգացումներին, ամփոփենք այս թեման, ԱՄՆ պետքարտուղարությունը ողջունել էր Ադրբեջանի այդ որոշումը արգելքի վերացման մասով, նաև քաղաքասարակության ներկայացուցիչների շփումները եւ հայտարարվել է, որ առաջին աշխատանքային խմբերն են ստեղծվելու մինչև տարեվերջ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ։ Այսինքն գործնական փուլ ենք մտնում Վաշինգտոնյան համաձայնությունների իրականացման առումով։ Նախ մենք պիտի հասկանանք, իսկ Արցախի քաղաքասարակության անդամներ լինելու են թե ոչ, օբյեկտիվ ոսկու չի վերաբերեն, որ Ռուսաստանը ինչպես ասի դա ճիշտ է, որովհետև եթե մենք հրավիրում ենք այսպիսի էկոակտիվիստների, որոնք Արցախի հարցում ունեցել են տեսակետ, օբյեկտիվ կլինի, որ Արցախից էլ լինի, եւ խոսքը անկախության մասին չի լինելու, հենց էկո հանցագործությունների մասին Ադրբեջանը այնպիսի զենքեր է կիրառել, որոնք էկո հանցագործությունների ավանդակ կարող ենք մենք 44-օրյա պատերազմի ժամանակ անցկացնել։ Պիտի շփվել, մշտապես ես խոսել եմ Թուրքիայի հետ էլ պիտի շփվել, այսինքն ինչու պիտի Ռուսաստանը ինքը մեզ ասի, դե ես կխոսեմ, գնա մեր հաշվին պայմանավորվի, հետո գա մեր վրա վաճառի իր պայմանավորվածությունը եւ պատմություն ցույց է տալիս, որ անդադ մենք դրանից տուժում ենք, ինչի մենք իրավունք չունենք խոսել, չենք կարողանում խոսել։ Ռուսաստանը ինքը մշտապես մեզ իհարկե ոչ անկեղծ կոչ է անում 3+3 հարթակում կարգավել հարաբերությունները, այսինքն որ իրենց հարթակը չի ամերիկյան նախաձեռնությունը, դա է վատը, ընդդիմությունը որ քննադատում է պիտի ասի, ես ասացի կոնկրետ ինչ է քննադատության արժանի էր, բայց ինքնին շփումներում դրական են վերաբերվում։ Հիմա իշխանություն, հոգևորականություն այդ արճակատումը ոչ միայն չի հանգուցալուծում, այլև խորանում է։ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ գիրակի մասնակցելու է հերթական պատարագին, որը մատուցելու է կարգալույծ եղած քահանան։ Հիմա ինչու չեն գտնում հաշտության եզրեր։ Որովհետև նպատակը հաշտության եզր գտնելը չի, նպատակը այո, ընտրություններին մասնակցելն է այս լոզունգով։ Լոզունգներից գլխավորը այս ընտրություններին լինելու է ընդդեմ այն հոգևորականների, որոնք պղծում են, դա իրենց լոզունգն եմ ես ասում, եկեղեցին։ Մյուս կողմից հարց է առաջանում, պետք է օբյեկտիվ լինել, բա ինչ անենք, չմաքրենք եկեղեցին, իրենց հատվածը ինչ է ասում։ Եկեղեցու խնդիրները միշտ էլ հայտնի են եղել, գոնե Գարեգին երկրորդի ոչ օբյեկտիվության մասին։
Բայց process-ը պիտի լինի այնպեսին, որ դա չկապվի ընտրությունների հետ։ Եվ երկրորդը միանշանակ օրինական մեթոդներով, այդ գաղտնի նկարել, տեղադրել, հիմա բարձր այլ ասում են մենք չենք նկարել, բա ով է նկարել, սա շատ կարևոր է։ Ես այսօր տեսա, որ Արշակ Սրբազանը ասեմ դիմել է դատարան անձնական կյանքի հրապարակման խախտման վերաբերյալ իրավունքի, այսինքն բայց այդտեղ սրբարտության մասին ես չտեսա, այսինքն պիտի հասկանանք նա հերքում է այնինչ կա, թե ասում է ինչու եք հրապարակել իրավունք չունեք։ Սա հարցի այլ կողմն է։ Բայց ես դեմ եմ, որ այդպիսի ուրեմն նյութեր հրապարակվեն, որովհետև մի կողմ որ դա անձնական կյանքին իրավունքը խախտում է, այլև եկեղեցուն ընդհանուր վարկաբեկում է, որովհետև եթե այն ժամանակ մենք Արեգին երկրորդի մասներ եւ մենք ասում ենք ինքը եկեղեցին չի, հիմա պարզվում է կներեք այնտեղ շատ են այդպիսի դեպքերը եւ եկեղեցու անունն է տուժում, մեր հարևան երկրների աչքին է դա այսպես հաճելի թվում, բայց խախտվել է օրենք մանկապղծության վերաբերյալ, խախտվել է օրենք քաղաքացիական դատավարության, տնտեսվարության վերաբերյալ, կոռուպցիայի, չգիտեմ, հարկեր չվճարելու, կապ չունի կաթողիկոսը թե ով է, վարչապետը թե ով է, նա պիտի ենթարկվի պատասխանատվության։ Դուք իշխանության խնդիրը ասացիք, թե ինչ խնդիր է լուծում, ընտրություններին ընդառաջ ըստ էության փորձում է հանրության երևի այսպիսով վստահությունը շահել, բայց եկեղեցին ինչ խնդիր է լուծում։ Եկեղեցին կարող էր չխորացնել ճգնաժամը, կարող էր չգնալ առճակատման կամ հոգևորականները էլի, չասենք եկեղեցին։ Խնդիրը եկեղեցին է ստեղծել, սկսել իր քաղաքական գործընթացներին մասնակցելով, հիշում ենք Բագրատ Գալստանյանի, Աճապահյանի։ Դրան հակազդեցություն որպես Նիկոլ Փաշինյանը սկսել է այս գործընթացը։ Սա քաղաքական կոմպոնենտ է, որը զուգակցվում է հայրենասիրական, քրիստոնեական այդպես կոչերով։ Եկեղեցին, քանի որ կենտրոնից է ղեկավարվում, ես խոսել եմ դրա մասին, որից ղեկավարում է նաև հայաստանյան ընդդիմությունը, նրանք միասնական են, որովհետև քննադատություն չկա նախկին իշխանությունների հանդեպ եւ իրենք օբյեկտիվ չեն Ռուսաստանի գնահատելու վերաբերյալ։ Սա ցույց է տալիս, որ եկեղեցու ակտիվությունը, Մարիա Զախարովայի եւ Կիրիլի հայտարարությունները վկայում են, որ իրենք աջակցում են այս ինստիտուտին քաղաքական նպատակներ ելնելով։ Նրանց լոզունգն էլ սա է լինելու, քանդում են մեր եկեղեցին։ Սա մենք վերափոխում ենք այս կողմը, այն կողմը քանդում են եկեղեցին եւ ժողովրդին պետք է բևեռացնեն։ Եվ մենք տեսնում ենք իրոք վերնագրերը, երբ եկեղեցուն են վերաբերում, ժողովուրդը մեծ ուշադրությամբ դիտում եւ հետաքրքրությամբ եւ դա բնական է։ Երբ դրա մասին չի խոսում ես ծրագրերից կամ Հայաստանի արժեվ ծառացած մարտահրավերներից, դա էլ է կարեւոր, ես չեմ ասում, մենք ասենք դա կարեւոր չի, բայց դա կարեւոր է ոչ թե որպեսի բևեռացնենք, այլ որպեսի խնդիրները լուծենք օրենքի դաշտում, ոչ թե գանք իրար վիրավորենք, բայց մի կարեւոր բան ասեմ, եկեղեցու սպասավորները շատ տգեղ են իրենց դրսևորում, օբյեկտիվ խոսենք իշխանության հանդեպ, վիրավորում էին ընդհանուր մինչև արտաքին տեսքը, ընտանիքը եւ չի կարելի։ Հիմա որ ասում են Փաշինյանը վիրավորում է, ես դա չեմ արդարացնում, բայց եթե հոգեվորականը, նույնիսկ քաղաքական գործիչը չէ, ինքը առաջինը մտնում է այդպիսի դաշտ, սատանա եւ այլն, բա երբ հակազդեցություն է ստանում, ասում են արա այնպես, ինչպես ուզում ես, որ քո հանդեպ անեն։ Տեսեք, այս իրավիճակը վերլուծելուց շատ փորձագետներ, վերլուծաբաններ բերում են Մոլդովայի օրինակը եւ ասում են այնտեղ հաջողությամբ կարողացան պայքարել ռուսական ազդեցության գործիքների դեմ, այդ թվում եկեղեցին, որը հանդիսանում է այդ գործիքներից մեկը։ Հիմա այն մեթոդներով, որով որ իշխանությունը պայքարում է, սա որքանով է նման Մոլդովայի օրինակին, կհաջողի թե չի հաջողի Հայաստանի իշխանությունը կկարողանա ի վերջո այդ ազդեցությունը այնքան նվազեցնել, որ դա չազդի ընտրությունների արդյունքի վրա օրինակ։ Մոլդովայի օրինակը գիտեք ինչով է տարբերում, ես չեմ լսել, որ Մայա Սանդուն պոպուլիստական հայտարարություններ անի, նա մի անգամ ասեց եւ սկսեցին գործել եւ արագ, շատ արագ։ Այսինքն դա ձայն հավաքելու նպատակ չուներ։ Այո, իհարկե լոզունգներից մեկը այն էր, որ սա ռուսական, այսպես ազդեցությունն է, բայց այնտեղ մենք այսպիսի բաներ չենք տեսնում։ Այստեղ կասկածելի է, թե դա ինչու է տիրաժավորվում, բայց նույնիսկ հարց է ինձ մոտ առաջանում, իսկ ընտրություններից հետո շարունակվելու է այդ գործընթացը։ Թե կանգնելու է, որովհետև եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը ուզում է Գարեգին երկրորդին փոխել, կան ինչ-որ եպիսկոպոսներ, որին աջակցում են, հիմա դրա մասին են, չէ՞, խոսում, որ կան շրջանակներ, որ շուտով Գարեգին երկրորդին անվստահություն կայացնեն։ Ընտրությունը ինչպես է իրականացվելու, ով է ընտրվելու։ Վլադիմիր Պուտինը հանգիստ չի հանձնելու կարևոր ազդեցության լծակներից մեկը, արդյոք Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Պուտինի հետ գնալ արդեն ուղիղ առճակատման, որոնք են լինելու հետևանքները իր եւ Հայաստանի համար։ Շատ մեծ հարցեր կա։
Բայց այո, Մոլդովայի օրինակը ցույց է տալիս, որ երբ օրենքը աշխատում է, դա նույնիսկ Եվրոպայում օրենքը աշխատեց, թե բռնապետություն է, երբ ղեկավարը ասում է եւ նրա ասածի հետքերով միանգամից կտրուկ անցնում են գործողությունները։ Սա Ադրբեջանի քաղաքասրակության հարցին նման է, այսինքն պետք է շփվել, բայց պիտի տեսնել ովքեր են գալիս։ Հիմա նույնը պետք է օրենք հաստատել, բայց փաստեր պիտի ներկայացնել, ոչ թե ուղղակի այո ասել Վրաստանի վարչապետի նման փակում են կուսակցություն եւ վերջ։ Հիմա օրինակ ինչ են անում, ասում են ընդդիմության Սաակաշվիլի կուսակցությունը լրտես է պետքա փակենք։ Որևէ փաստ չկա։ Իսկ Մոլդովայում մեծ ուրեմն հետաքննություն իրականացվեց, եվրոպական բոլոր հայտնի պարբերականները հրապարակեցին, փաստերով, ձայնագրությունով, կոչվում է Շորի ցանց։ Իլոն Շորը ինչպես է գումարներ ուղարկում Մոլդովա։ Հիմա արդեն Եվրոպայի որևէ երկրում չի կարող հարց առաջանալ, որ Մայա Սանդուն անօրինական կասեցրել է կուսակցությունների գործունեություն։ Դրա համար Նիկոլ Փաշինյանը փոխարենը գա 7 տարի ասի, որ իրեն գործակալ են եւ 5-րդ շարասյուն են դրսից էլ գումար են ստանում եւ պետք է ներկայացնի փաստեր եւ այդ խնդիրները օրենքով լուծի առանց այս աղմուկի եւ ներկայացումների իսկ եթե նա դա չի անում ուրեմն սա հերթական ընտրության հերթական նույն լոզունգն է Շնորհակալ եմ Մեզ դիտողներին հիշեցնեմ որ զրուցում էի Միտք վերլուծական կենտրոնի ղեկավար քաղաքագետ Լիլիթ Դալաքյանի հետ մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում նաեւ այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով